Փետրվարի 1-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճում նորից ձկնորսները իրավունք կունենան ուռկանը ջուրը գցել, սիկ բռնել։ Շրջակա միջավայրի նախարարությունն այս տարի 550 տոննայի քվոտա է սահմանել։ Մյուս ձկնատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել, բայց սա չի նշանակում, որ իշխանը երբեմն ցանցում չի հայտնվում։ Առանձնացնելը հնարավոր չի, այսպես ասած, մի քիչ տարբեր է իրանց բնակության տարածքները Սևանի լճում, այսինքն այդ տարբերությունը որոշակի նպաստում է, որ սիկ որսալու համար ոչ մեծ քանակությամբ իշխանավորվում, բայց իհարկե որսվում է նաև իշխանը, նորմալ չի ամեն դեպքում կարմիր գրքյան ձուկա եւ վերականգնման համար մեծ ջանքեր են գործադրվում, բայց նաև չեն կարող մեկտեղ սիգի քվոտա չտրամադրել։ Սիգի որսը նախ տնտեսական, ապա նաև բնապահպանական խնդիր է լուծում, քանի որ Սևանի միակ գիշատիչի քանակն այնքան շատ չէ, որ հնարավոր լինի էկոհամակարգի հավասարակշռություն ապահովել, իսկ Սևանի պաշարների ուսումնասիրությունը ամենամսյա ռեժիմով են կատարում կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետները։ Կոնկրետ այս առանձնյակի մոտ ինքը արդեն ձվադրումը տեղի է ունեցել, այսինքն ինքը վերարտադրվել է ու դրանից հետո արդեն եթե չորսվեր գալիք տարի նորից ոնց որ կգնար վերարտադրման։ Հաշվարկ ենք անում, այսինքն ընդհանուր որսի մեջ քանի տոկոսն է արդեն վերարտադրված, քանի տոկոսը պիտի դեռ վերարտադրի ու այդ ամենաօրյա ամեն շաբաթյա ուսումնասիրություն արդյունքում կորոշենք քվոտան երբ տրամադրել։ 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ սիգի ընդհանուր պաշարը Սևանա լճում կազմել է 3592 տոննա, որից արդյունագործական չափի ձկները կազմել են 38%-ը, հաշվի առնելով համալրման խնդիրը պոպուլյացիայի եւ արդյունագործական ճնշումը առաջարկվել է որպես որսի քվոտա արդյունագործական պաշարի 40%-ը, որը կազմում է մոտ 550 տոննա։ 2025-ին էականորեն ավելացել է արդյունագործական չափի սիգի քանակը, ինչով պայմանավորված ավելացել է նաև սահմանված քվոտան։ Ամռան կրկնակի ուսումնասիրությունների արդյունքում մասնագետները չեն բացառում, որ դարձյալ նոր չափաքանակի թույլտվություն լինի։ 2024 թվականի նույն շրջանում կատարված ուսումնասիրությունների ժամանակ արդյունագործական չափի ձկները կազմել էին 73%-ը, նախորդ տարիների ուսումնասիրությունների ժամանակ այդ ցուցանիշը տատանվել էր 13-ից 30%-ի սահմաններում, դա խիստ մտահոգիչ էր, որ նշանակում էր, որ դրան նախորդող տարում պոպուլյացիայի համալրումը շատ ցածր մակարդակի վրա էր տեղի ունեցել, այսինքն սերունդ քիչ էինք ունեցել, որի արդյունքում արդյունագործական չափձկները ավելի շատ մասնաբաժին էին կազմել։ Անցած տարի օրինակի համար եթե վերցնենք 2025 թվականի հունվարը, արդեն վերարտադրությունը այս ժամանակահատվածում գրեթե վերջացել էր, բայց հիմա օրինակ 2026 թվականի հիմա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռ վերարտադրվող առանձնյակներ կան եւ տեղի ունենում դեռ այդ վերարտադրման շրջան։ Իսկ որպեսզի սիգը համարվի արդյունագործական, պետք է առնվազն 400 գրամ կշռի, ավելի փոքր ձկների որսը ազդում է բազմացման վրա։ Տալիս ենք այն քանակի որսը, որը թույլ է տալիս, որ չորսեն ոչ արդյունագործական չափի ձկները։ Եթե թույլ տանք ավելի շատ, մենք ունենանք պաշարի խզում։ Իսկ Սևանի իշխանի դեպքում պաշարները խզված են դեռ 1970-ականներից, երբ երկու ենթատեսակները անհետացան, իսկ մյուս երկուսի գեղարքուն եւ ամառային տեսակների ուղղությամբ վաղուց են աշխատանքներ կատարվում։ Արդյունքը տեսանելի է 2020-ից հետո։ Ինտենսիվ ավելացում նկատվում է 2022-23 թվականներից արդեն պայմանավորված ավելի հաճախակի եւ մեծ քանակությամբ մանրաձկան բացթողմամբ պայմանավորված, ինչպես նաեւ պետական ֆինանսավորման հնարավորություն ենք ունեցել նաև բաց թողնվող մանրաձկան միջին զանգվածը ավելի խոշոր դարձնելու։ 2025 թվականին բաց թողած քանակը համեմատելով 2024 թվականի քանակի հետ գրեթե մեկ անգամով ավել, այսպես ասած, այսինքն հասցրել ենք մինչև 1 միլիոն 20 հազար մանրաձկան բաց թողման։ Լճի էկոհամակարգ մանրաձկան բացթողումը պետք է շարունակվի այնքան, մինչև տեղի ունենա բնական վերարտադրություն։ Միայն դրանից հետո է ապահովվելու աճը, բայց սա էլ բավարար չէ։ Ըստ Սևանի իշխան ընկերության տնօրենի, պետք է նաև վերականգնել գետերի մաքրությունը։ Այս աշխատանքները ի վերջո կարող են նպաստել, որ երբևէ հնարավոր լինի նաև Սևանի իշխանի որսի քվոտա սահմանել։ Վարդուհի Արզումանյան, Էդգար Դավթյան, լուրեր։